Ասում ես ով ես? Այդ քո խնդիրը լսողության հետ, թե հասկանալու, ասում եմ պապդ եմ, Բագրատը։ Բայց ես մի պապ ունեմ, ինքն էլ Հենդո Շախունցն է։ Մարդս գնել ճանաչելու։ Վատ ես? Չէ, ես լավ եմ, այ դու շատ վատ ես։ Ու եթե շարունակես լեզվիդ տալ, կայտնվես նորից հատակին։ Լավ, ձերքդ գցի ուսիս, հանդրելու տեղ ունենաս, նայ չպչացնես կոստյումս թանկանոց է։ Ասում ես թանկանոց է, հա? Դու էլ ես թանկ կայֆերի մեջ։ Երբ ես թանկ կայֆերի մեջ էի, մարդիկ չգիտեին, թանկ ապրելը որն է։ Բայց դու ինձ ոնց որ տեղ էիր տանում։ Ոնց որ, արի տանեմ լվացվես։ Դե գլուխդ կախինա։ Ես ինչ ես սանց բոյքար։ Դե ձրի էր առանց հասկանալու վերցրի։ Լեզուտ եմ լավ երկր։ Թող ես կամ։ Դե որ կարաս արա, որ հետ գաս։ Ասում ես ով ես? Այս շաշլակոտ, պապդ եմ, Բագրատը։ Ճիշտ է, այն որ ես վերջերս ժդիմինայով գտանք։ Լավ են էլ երկարացու, լվացու, ես էլ գնամ լիմոնաջուր սարքեմ, որ հետ գաս։ Բայց արի տար, ես մենակ չեմ կարագամ։ Տոշնի մեծաբերան պապն է, անհաջող ժողովուրդ եք շախունցներդ, զորով չի։ Ամաչում եմ ձեզնից։ Մամ, հղիությունը ամենասիրուն բանն է, մամ։ Այդ պարգևը ու ամաչելու ոչ մի բան չկա։ Այս հղիությունը ոնց որ մորդ վրա ազդել է։ Մի բարկացրու մամային պապ։ Ես բարկացնեմ, ես պատրաստ եմ իրեն գլխիս վրա մանտամ, բայց ինամիս։ Դու քեզ պետք է լավ նայես։ Առաջարկում եմ հաճախ պարկես լվացք չանես, չնայած դու չես անում, ճաշ եփես, չնայած դու չես եփում։ Ծանրաբեռնված աշխատանքից դուրս արի։ Այդ մեկը չեղավ։ Չէ դե, աշխատանքից դուրս գալ պետք չի, բայց ինչ վերաբերվում մաքո մասին հոգ տանելուն, այդ պարտադիր է, մամ։ Լսեցիր աղջիկդ ինչ ասեց։ Ինձ շատ հետաքրքիր է Հենրին ինչ կասի։ Ամաչում եմ։ Ինչից։ Հա, իսկ Հենրին ուր է։ Հենրիի հետ կապված ինչ-որ բան ասեցիր, բայց մտքերով էի չլսեցի։ Մամ, դու հիմա պետք է մենակ մեր փուճուր հրաշքի մասին մտածես։ Իսկ ես ու Հենրին արդեն մեծ ենք։ Մենք մեր մասին հոգ կտանենք, լավ։ Կասես Հենրին ուր է։ Ֆայնա ջան, իջի ներքևը սեղան գցի, գոնե նշենք ես առիթը, հա։ Հենրին գնացել է տնից։ Ուր է գնացել։ Ոնց որ չգիտես։ Հենրին մի բան սրտով չի եղել, պոչը խուզել, թռել է։ Հենրին հենց նենց ոչ մի բան չեր անի։
Ինչ ես անում։ Բարձ չի, Հենրիին եմ զանգում։ Պետք չի։ Հենրին գնացել է, որովհետև իմացել է։ Ինչ է իմացել։ Դե ես եմ ասել, որ Կարոն այդ աղջկան մտցնի Հենրիի ծոցը։ Ես եմ կազմակերպել։ Չեմ հավատում։ Ոնց ես նենց ստոր բան արել։ Լավ, մի հատ հանգստացի։ Ընես չի, որ ամեն ասածդ պետք է կուլ տամ։ Իսկ ես թքած ունեմ։ Դու ոնց ես կարողացել երեխու զգացմունքների հետ խաղալ։ Հասկանում ես, որ հարազատ երեխուդ դժբախտացրել ես։ Դե լավ է, մեծ տղա է, զոհ չի։ Իր կյանքում սենց բաները շատ սովորական են։ Սովորական էին։ Անգելինայից հետո իր կյանքում շատ բան ա փոխվել, եթե չես նկատել։ Ուրեմն թող ուրիշ մեկին գտնի ու փոխվի։ Այդ Անգելինան իմ տղու կյանքում տեղ չունի ու չի էլ ունենա։ Աստված իմ։ Ես ոնց կարող եմ նման մարդուց երեխա ունենալ։ Շտապ։ Ազոսպերմյան տղամարդու անպտղության ծանր ձևերից է։ Տվյալ պաթոլոգիան լուրջ խնդիրներ է առաջացնում կամ առհասարակ անհնար է դարձնում հղի անալը։ Ոչ օբստրուկտիվ ազոսպերմիայի դեպքում տղամարդու սեփական երեխաներ ունենալու հավանականություն գրեթե չկա, իսկ օբստրուկտիվ տեսակի դեպքում հավանականություն կա, եթե սերմնատար ուղիների անանցանելիությունը վերականգնվի։ Ինչ եմ անում։ Ինչի եմ ինձ տանջում։ Ինչի եմ թույլ տալիս, որ կասկածը որդի պես ուտի ինձ։ Իսկ միգուցե ես մամայի երեխան եմ, բայց ոչ պապայի։ Չէ, ստապվի Անգելինա։ Ու ազատի քեզ բոլոր տեսակի մտքերից։ Ես դեռ չգիտեմ պապայի մոտ տվյալ դիագնոզի որ տեսակն է եղել։ Ալո, Ալո, Հենրի, Հենրին չի աղջիկս։ Հենրիի պապիկն է, թե արդեն հարազատ հորդ ձենն էլ չես ճանաչում։ Հենրի հեռախոսը քո մոտ ինչ գործ ունի։ Որտեղ եք, ինչ եք անում։ Էլեգանտ հոթելում եմ։ Թորանս հետ ջան ասում, ջան լսում ենք։ Ես չգիտեմ, թե դուք ոնց եք հանդիպել, բայց չհամարձակվես։ Ես գիտեմ, որն է քո մտավախությունը, բայց պետք չի հանգիստ։ Հեռախոսը Հենրիին տուր։ Հենրին մի քիչ խառն է, հենց ազատվի, կասեմ կզանգի։ Ես հեռախոսը չեմ անջատի, մինչև որդուս հետ չխոսեմ։ Նենց ես ասում որդուս հետ, սիրտս լցվում է։ Դե որ դու տենց ասեցիր, ես էլ պատասխանեմ։ Պապու հետ է, ապահով ձեռքերում, հանգիստ տեղի։
Անգելինը, Հա, պապ։ բան չի լոլես։ Դու էլ ես ինձ նման կորցրել քոնոտ։ Ինչը չի թողում, որ դու հիմա քնես։ Աղջիկս, դու շատ խելացի ես։ Դու արդեն քո ենթադրությունները արել ես, բայց չես բարձրաձայնում, որ ինձ համար ցավոտ չլինի։ Ես քեզ ցավ չեմ պատճառի։ Կասկածներից կմեռնեմ, բայց քեզ չեմ տանջի։ Չնայած խելագարվում ամեն մտքից, որ կարող է դու իմ հայրը չլինես։ Ay, Mikael. Ya, ari, şahusları zemerbab, ari anlayacağım. Մենք բոլորով մեր ուրախալի լուն ենք տոնում։ Մի ամաչի։ Թող առողջ երեխա լինի, հորով-մորով լինի, թող շահուսների օջախ, պարզություն, մաքրություն ու խաղաղություն բերի։ Քո կենացը, Արսիկ ջան։ Շնորհակալ եմ, Փոքրյան։ Դու էլ կարաս խմես, մամ, բայց ընդամենը մի կում։ Դու Աննային ուշադրություն մի դարձրա, պապ, ինքը հոթերում սավառնում է, հեսա որ իջնի ամեն ինչ տեղը կընկնի։ Չէ ան, դու ուրախ ես չէ, որ ինձ նորից զավակ ես պարգևում։ Դե բոլորս ենք ուրախ, բայց քո ուրախությանը չի հասնի։ Հա, իմը լրիվ ուրիշ պատմություն է, իմ ոտքերը կետնից կտրվել են։ Քեզ գործել ես տղա ջան։ Հա, գործրել եմ։ Քեզ մի գործերու։ Այդ ինֆորմացիաից էլ մի խելագարվի։ Գնա տղիդ գտի։ Հենրին ծաղկաձորում է։ Էլեգանտ հոթելում պապիկի հետ։ Չհասկացանք։ Պապիկի ես եմ, ես տեղ եմ։ Պապ Բագրատի հետ է։ Ինչ ես խոսում։ Բագրատ հետ ինչ գործ ունի։ Ես էլ ձեր նման անտեղյակ էի։ Զանգեցի Հենրիին, ինքը պատասխանեց։ Հա շատ լավ է։ Գոնե իմացանք, որ Հենրին մենակ չի։ Ֆայնը մեծ սուս մնա։ Ինչի համար ես երեխու վրա գոռում։ Բալես կներես։ Պապ ջան, ես հեսա կգնամ, դրան քարշ տալով կբերեմ տուն։ Ասա դի Բագրատնով արա, Բագրատնով ա։ Սեմ ինչ եղավ։
Մերի մի վաշակ ջուր կբերես։ Հա, հեսա։ Խմի։ Ասա հասկանամ ինչ եղավ Սեմ։ Դու պարտադիր պիտի վիրահատվես։ Մերի հիվանդությունը չէ այս վիճակից պատճառը։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Տարիներ շարունակ ինձ հետապնդող այդ նույն մղձավանջը, նորից նույն կրակոցը, մառախուղա, ես ոչ մի բան չեմ տեսնում։ Մենակ կրակոց եմ լսում ու վերջ։ Սեմ, խնդրում եմ քեզ, բաց թող անցյալը։ Չեմ կարող, Մերի, ես ոչինչ չեմ անում, որ հորս սպանողին գտնեմ, ոչինչ։ Պետք էլ չի, Սեմ։ Եթե ուզում ես, որ մեր ծնողները մեզ տեսնեն ու ուրախանան, մենք պիտի երջանիկ լինենք, Սեմ։ Չէ, ես պետք է գտնեմ հորս սպանողին։ Պետք է գտնեմ։ Ոնց եղեր։ Ոնց որ արդեն հետ եմ գալիս։ Մտլավ ամիջև առավոտ հետ եկած կլինես լրև։ Ասում ես ոնց ես մտել իմ համար։ Դու գիտես միայն շախունցների համար են բոլոր փակ դռները բացվում։ Ես էլ հարգանք ու պատիվ ունեմ։ Իմ հարցի պատասխանը չլսեցի։ Ոնց ես մտել իմ համար։ Գործով է եկել։ Իմացա որ ստեղ ես։ Ասացի կամ տեսնեմ։ Դուրը ծեծեցի չէր բացում։ Կանչեցի աշխատակցին, միասին փորձեցինք բացել։ Մտածեցինք մի բան ընչի։ Հետո Հետոնից էիր խմել, լուցկին վառենք համարը կպայթեր։ Աշխատակցին ուղարկեցի։ Ասի ես իմ թորանով կզբաղվեմ։ Ու զբաղվում եմ, լավ ստացվում է մոտս կարծես թե։ Հա, մերսի։ Գոնե հիմա լեզուդ բերանը մտպտտվում է։ Բա ուր էիր այսքան տարի։ Աքսորվել էի։ Ուր։ Ինչի համար։ Ում կողմից։ Դե են մյուս պապուտ հետ գործի մեջ մտա։ Հետո ոստիկան սպանվեց։ Բարդվեց իմ վզին։ Այստեղու արդար վզին։ Հետո Դե հետո պապըտ, այսինքն ես, կռիվ տվեցի կյանքի ալիքների դեմ, մինչև քամին ինձ ապ շպրտեց։ Էդա պատճառը, որ տենց վատ հարաբերություններ են զարգացել քո ու շախունցների միջև։ Հա, կարելի է ասել հարաբերություններ չկան, կա միայն թշնամանք։ Մի բան ասեմ, մենք շախունցներս շատ վտանգավոր տեսակ ենք, կարում ենք ամեն ինչ վերացնենք ու ջնջենք, ցանկացած խոչընդոտ։ Կարող եմ քիչ էլ դու խոսես, թե չես հարցաքնվողի, դու էլ հարցաքննողի դերում ես։ Պատմի տնամ, ես ինչ ես այսօրն ընկել։ Աստորեն աղջիկս տենց էլ բերանը փակ պայել չսովորեց։ Ես արդեն տղուս ես հասել։ Այսինքն թորանս։ Անս բաներ ես ասում։ Պապապու թոր ենք, չտանք առնենք, թե մտածում ես ես տեսակ լավ տղուն, մենակ դուք պիտի ամբողջ կյանքում վայելեք։ Քո հետ ես առանձին կխոսեմ։ Իսկ հիմա վեր կաց գնում ենք տուն։ Իմ հետ ես։ Ասում եմ վեր կաց գնում ենք տուն։ Ինձ հանգիստ թող։ Ես քեզ արդեն ասացի, որ չեմ ապրելու քո հետ
մի տան մեջ։ Բա որտեղ կապրես։ Ում հետ։ Բագրատի։ Ինչի՞ չէ։ Լավ էլ ինձ պապություն անում։ Ցավը տանեմ հարգեցի։ Հերի, դու ինձ մի ստիպի, որ ես կտրուկ քայլերի գնամ։ Բերանս բացել չտաս։ Ես չեմ ապրի մի տան մեջ, որտեղ ինձ չեն հարգում ու իմ զգացմունքների վրա թքած ունեն։ Եթե հետս չեկար քո համար վատ է լինելու։ Ինչ ես ստիպում։ Երեխան ասում է չեմ գալիս։ Քիթդ մի խոթի քեզ չվերաբերվող հարցերի մեջ։ Գաղափար չունեմ ոնց, բայց պապան արդեն Հենրիին է հասել։ Ու դա շատ վատ է։ Միքայելն ու հայրը կատաղած էին։ Պատկերացնում եմ, բալես, թե հիմա քեզ ինչ են արել։ Կանեին, եթե կարգավիճակս չլիներ։ Ինչ կարգավիճակ։ Դե հա հորքուր։ Ես հղի եմ։ Հորքուր։ Ինչ ասեցիր։ Ասեցիր հղի ես։ Հա հորքուր։ Չգիտեմ էլ ինչ անեմ, ահա որ վատ եմ։ Չփորձես բալես։ Դու պիտի ուրախ լինես այդ երախով։ Ես հիմա քո կարիքն ունեմ։ Դու ինձ շատ ես պետք, հորքուր, չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Դու ինձ ուրիշների հետ մի խառնի։ Իմասի ինչ ես խոսում։ Վատ ժամանակ ես ընտրել քեզ ցույց տալու համար, Բագրատ։ Իմ ու տղուս հարաբերությունների մեջ չխառնվես։ Վերջին անգամ եմ ասում։ Կամ տուն ենք գնում, կամ մոռանում ես, որ ես քո հերն եմ։ Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Կեվս բերում այս լակոտը։ Սկսում է դուրս գալ։ Ես քեզ կտոր կանեմ։ Ձերդ քաշի, չփչացնես թանկանոց կոստյումս։ Ավելի թանկանոց կոստյումով քեզ են աշխարհակ ուղարկեմ, եթե հանկարծ Հենրիի մոտ բերան բացություն ունես։ Հույս ունեմ հասկանում ես, չէ՞ ինչ նկատի ունեմ։ Ինչ եք արել ես երախում, կոտրել եք։ Ինչ եք ասել։ Լավ, մի ասա, պետք չի։ Ինչ էլ արած լինեք։ Իմացեք, ես իրա կողքին եմ։ Ես իրան հոգեբանական օգնություն կցուցաբերեմ, եթե պետք լինի։ Մեկը լինի քեզ հոգեբանական օգնություն ցուցաբերի։ Ես գտա այն զենքը, որով կպատերազմեմ ձեր դեմ, շախոնցներ։ Որոշել եմ վերադառնալ Աննա Բագրատովնայի մոտ վերապատրաստման։ Անգելինա, բայց դու ուրիշ բան էիր որոշել։ Հա, ասում էիր խոսակցություններից եւ բախումներից խուսափելու համար Ալիվանդանոց կգտնես։ Հա։ Տենց էի որոշել, բայց փոխվեց որոշումս։ Ինչով է պայմանավորված։ Հակառակ որոշ մարդկանց պիտի գնամ ու հասնեմ իմ նպատակներին։ Նորից այդ տղայի հետ հանդիպումները անխուսափելի կդառնան։ Ես չեմ պատրաստվում իրա պատճառով իմ նպատակներից ու լավ վերապատրաստում ստանալու հնարավորությունից հրաժարվեմ, պապ։ Լավ։
Պապ նստի։ Չեմ կարա։ Չեմ կարա նստեմ, արա։ Լավ էլ ախորժակով հաց եմ ուտում, հա։ Կուլ չի գնում ստերս, կուլ չի գնում։ Երբ որ տղետ էդ ոչնչության հետ է։ Իրա տաննա։ Ինչ եմ ասում եք։ Չեմ խոսում եք, ինչ եմ ասում, ինչ եմ ասում։ Չեմ հասկանում, ինչի է պապին այսքան կոպիտ արտահայտվում Բագրատ պապիի մասին։ Բագրատը ոտից գլուխ ոչնչություն է։ Հələ մի բան էլ մեղմ է արտահայտվում հայրս։ Ես իհարկե իմ հորը չեմ պաշտպանում, բայց խնդրում եմ գոնե իմ ներկայությամբ իր հասցեին տենց մի արտահայտ։ Ինձ դες լավ գիտես, որ հերդ ոչնչություն է։ Դե ուրեմն իմ հետ ընդհանրապես իր մասին մի խոսի։ Կամ մի խոսեք։ Դու ինչից ես տեղյակ։ Քիչ էր մնում սպանեի հորդ։ Չկատակ եմ անում։ Քեզ հիմա չի կարելի անհանգստանալ։ Բագրատը հրաշալի մարդ է, էլ չասեմ ինչ հրաշալի աններ հայրիկա։ Իսկ ինձ օրինակ շատ դուր է գալիս Բագրատ պապին։ Կեր բալես, կեր, որ գլխապատույտ չունենաս։ Ես քեզ ասել եմ, որ գլխապտույտ ունեմ։ Երեկ նենց էիր քեզ նկարել, որ շատ հնարավոր է այսօր գլխապատույտ ու սրտխառնոց ունենաս։ Կեր։ Ես լավ եմ, հանգիստ եղի։ Դու շարունակի ուտել։ Բա պիտի լավ լինես, բա ոնց։ Բա Բագրատ Լալայանի թոռը ոնց կարա վատ լինի։ Բայց ասեմ քեզ, շատ անարդար են վարվել քեզ հետ։ Ոնց էլ կարողացել են, ոնց էլ սրտները տարել է։ Որ հիշում եմ պատմածներդ ախորժակս փակվում է։ Հմրտ ասա երկու սիրող սիրտ, ինչի եք իրարից բաժանում։ Բա սիրուց լավ բան կա այս աշխարհում։ Չնայած երեք շատ ես խմել, բայց այր ես բաժակով էլ խմենք սիրո կենացա։ Սենց սուր պայի, սենց գեղեցիկ կենաց խմելիս միայն դու պիտի գայիր։ Էնդո շախունց, քո անունը ասոցիացվում է սիրո հետ, դու սիրո աղբյուր ես։ Ոնց ասես, պապի, սիրո կենացա։ Հիմա ասեմ քեզ բաժակ բերեն սեղանը թարմացնեն։ Պետք չի Բագրատ։ Ես չեմ եկել ստե քո հետ սեղան նստեմ, հաց ուտեմ։ Եթե եկել ես թորանս բռնությամբ տանես, ասեմ, որ Արա ձենը չլսեմ է։ Ես եկել եմ իմ թորնիկի մոտ։ Չես տենում։ Պապուս հետ նստած հաց եմ ուտում։ Դուրդ եկավ նորաթուղ պապիկըտ։ Հա, շատ։ Հազիվ գտա մեկին, ով լեզուս հասկանում է։ Ամբողջ գիշեր չեմ քնել ու ասածներիդ մասին եմ մտածել։ Սա մոռացի այդ վրեժիդ մասին։ Այդ մեզ պետք չի, հատկապես հիմա։ Չէ, Մերի։
Պապային սպանողին գտնելու միտքը այդ իմ ուղեղում է ու միշտ կմնա։ Այդ գործը իմ ուսերին դրած է ու ես պետք է միջև վերջ գնամ։ Երևի այդ մտքերն էլ քո հիվանդության պատճառը դարձան։ Սեմ մենք տենց պապային չենք վերադարձնի։ Հա, բայց գոնե դրանից հետո կկարողանանք հանգիստ գլուխներս բարձին դնենք։ Այդ դեպքը մեր ամբողջ ընտանիքը կործանեց։ Հենց դրա համար էլ չեմ ուզում նույն բախտին արժանանանք։ Պապայի մահը մամային վերջնական սպանեց։ Հանուն, ինձ խնդրում եմ այդ մտքից հետ կանգնի։ Այդ տղը Պաստորին հազիվ մեկին գտել ես, հա? Քեզ հասկացող։ Ձունգա գլխիդ մեղք լնես դու։ Այսքան ժամանակ ես երեխեն առանց հասկանալու ապրել հասկանում ես դու Բագրատ։ Ուրեմն էսի պետք է այդքան ճամփեն Մոսկվայից կտրեր գար հասներ ստեղ, հա? Որ հոգուտ ընկեր գտնեիր։ Պապու թոր նստած ենք, ինչ կրիմինալ կա։ Դրա տեղով կրիմինալ ես, ինչ կրիմինալ։ Ես չեմ ուզում, որ իմ թորս քո հետ շփվի։ Այդքան բա։ Երևի երեխուն ձեր հերոսական անցյալից կամ հերոսական ներկայից քիչ բան եք պատմել։ Դրա համար ես տես մեծ խոսում։ Արա մեր մեջ մեծ խոսացողը դու ես։ Դու շուտ պետք է փողի երես տենայիր, հա, Բագրատ։ Իմ մասին խոսալու փոխարեն դու քո մասին խոսա։ Հələ հիշի։ Հիշողությունդ բեր տեղը։ Ո՞վ էր իրան պատեպատ խփում։ Ուզում էր հենդոյ հետ տարառներ։ Իմ էլ մարդ ես դարել, հա։ Ձեռդ գցել ես թորանաս։ Զգուշացնում եմ քեզ։ Բա քո ուղեղը երբ թափվեց, արա։ Ես հասուն մարդ եմ։ Ինքս կարամ հասկանամ ում հետ պետքա շփվեմ։ Արա դուրսարան ընդհանրապես բարև չպետքա դայր։ Ոչինչ Հենրի տղա։ Մինչև հասկանաս, գլխիդ ես տալու ուշ ա լինելու։ Ուրախ եմ, որ ճիշտ որոշում կայացրիր ու վերադարձար։ Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Ես դա արդեն նկատել եմ։ Իրականում վերապատրաստման այս տեղը չփոխեցի, որովհետև արդեն սովորել եմ այս հիվանդանոցին ու ինձ շատ հաճելի է աշխատել ձեր ղեկավարությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ աղջիկ։ Միայն մի խնդրանք ունեմ, Աննա Բագրատովնա։ Եկեք այսուհետ Հենրիից չխոսենք, լավ։ Կներես, բայց ես հենց Հենրիի մասին էլ ուզում էի խոսել։ Ես ձեզ շատ հարգում եմ, բայց Ես շատ ցավում եմ ու ափսոսում եմ, որ դու Հենրիին չես հավատացել ու չես վստահել, որովհետև իմ տղան իրոք անմեղ է։ Ես ինքս էլ սկզբում չհավատացի, բայց հասկանում էի, որ հիմա Հենրին շատ է փոխվել։ Ու այդ արարքը իր նոր կերպարի հետ անհամատեղելի էր։ Աննա Բագրատովնա, Մի ընդհատի։ Հենրիի ընկերը կարող է այնպես կազմակերպել, որ այդ աղջիկը հայտնվի Հենրիի անկողնում։ բայց ինչի համար, որն էր պատճառը։ Ես չեմ հավատում։ Ինձ թվում է Հենրին խնդրել ընկերոջը, որ իր վրա վերցնի, որ ինքն էլ անմեղ լինի։ Հավատա ինձ։ Եթե ես ասում եմ, որ իմ տղան անմեղ է, ուրեմն իրոք անմեղ է։ Այս պատմությունը դիտմամբ են սարքել, որ ձեզ բաժանեն։ Բայց ախր ինչի, ինչ պիտի տար Կարոյին մեր բաժանումը։